Ադրբեջանն ասում է Հայաստանը ձախողված պետություն է, ահաբեկչական պետություն է։ Իսկ ինչ է ասում Նիկոլը, ընդամենը 2 օր առաջ ազգային ժողովի ամբիոնից ինչ էր ասում։ Ասում է մենք չունենք պետություն, չունենք անկախություն, չունենք ինքնիշխանություն, ձախողել ենք եւ այսքան հանձնումներից հետո նոր միայն շանս ենք ստացել պետություն դառնալու։ Նույն թեզերն են ասում։ Ադրբեջանն ասում է Ղարաբաղը իմն է, չի կարող իմ երկրում մի հատ է լինել Արցախի նախագահական կառավարություն, ազգային ժողով։ Նիկոլը ասում է չի կարող Հայաստանում լինել Արցախի որևէ ինստիտուտ։ Ալիևն ասում է պետք է 300,000 ադրբեջանցի գա Հայաստանում ապրելու։ Նիկոլան համաձայն է նաև դա քննարկել։ Ադրբեջանն ասում է ես Ղարաբաղի հարցը լուծել եմ։ Նիկոլն ասում է մոռացեք Ղարաբաղյան շարժման մասին, դա չի շարունակվելու։ Ադրբեջանն ասում է ես ոչ մի միլիմետր հետ չեմ գնալու Հայաստանից օկուպացիաց տարածքներից։ Նիկոլն ասում է մենք խնդիր չենք դրել ռազմական ճանապարհով դրանք վերադարձնել։ Իսկ դիվանագիտականով էլ չենք տեսնում թե որևէ բան են սրանք անում։ Այսինքն ադրբեջանա-թուրքական թեզերը մեկին մեկ կիրառում է Հայաստանի իշխանությունը։ Երբ բոլոր փաստերը դնում ենք իրար կողք, այլ հետևություն չես կարող անել, եթե անգամ շատ ուզենաս։